Բարև ձեզ հարգելի բարեկամներ, եթերում Փակ TV հեռուստաընկերության օրախնդիր հարց հաղորդաշարն է։ Խնդրում եմ մեր այն բարեկամներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Փակ TV հեռուստաընկերությանը, ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Փակ TV հեռուստաընկերությանը եւ դիտել մեր հեռուստաընկերության հետաքրքիր բովանդակալից հաղորդումները։ Բարեկամներ, ես իմ այսօրվա եթերը սկսելուց առաջ ուզում եմ ներողություն խնդրել մեր այն ունկնդիրներից իմ նախորդ թողարկման որոշ առանձնահատկությունների համար, որովհետև նախորդ թողարկումը, որը ես ամբողջովին հատկացրել էի եւ նվիրել էի 2019 թվականի Արցախյան հայտնի կարգավորման փաստաթղթին, որոշակի չափով էմոցիոնալ ստացվեց եւ Արցախյան հարցը համարելով շատ ծանր ու դաժան հարց մեր պատմության մեջ եւ հատկապես այդ ժամանակաշրջանի մեր պատմական իրողություններում բոլորիս համար շատ ցավոտ է, բոլորիս համար շատ ողբերգական է եւ բոլոր դեպքերում այն էմոցիոնալ զգայական պորտկումների համար ես մեր հեռուստադիտողներից հայցում եմ ներողամտություն։ Սիրելի բարեկամներ, այսօր ես ուզում եմ խոսել թանկացումների մասին, այն թանկացումներին, որոնք այսօր պիտի բոլորիս մտահոգեն, քանի որ թանկացումների այս ահագնացող ալիքը բավականին մտահոգիչ է եւ բավականին սպառնալից մեր հանրության համար, մեր երկրի համար, մեր ժողովրդի ազգաբնակչության բարեկեցության համար։ Եվ բնականաբար որոշակի օրախնդիր հարցեր ուղղել այն պատկան մարմիններին եւ մեր ողջ հանրությանը, որպիսի այդ հարցերը լինեն որոշակի մտորումների եւ եզրակացությունների առարկա։ Ուրեմն նախ պիտի մենք հասկանանք, թե որտեղից են գալիս այս թանկացումների ալիքը ինչի արդյունք է եւ ինչ հիմնավորումներ պիտի բերեն տնտեսվարողները, պետական պատկան մարմինները եւ բոլոր այն մարմինները, որոնք կան այս ամենի մեջ, որոնք կարող են հիմնավորել, թե թանկացումները ինչի արդյունք են եւ մեր հանրությունն էլ ստանա որոշակի հարցերի պատասխաններ կամ ընդունի այդ հիմնավորումները կամ չընդունի մերժի առարկի։ Այսինքն չկա այդ բանավեճը, չկան այդ փաստարկները, իսկ թանկացումների ալիքը շարունակվում է եւ արդեն ընդունում է բավականին սպառնալից բնույթ։ Այսինքն առաջինը ինչ որ սիրելի բարեկամներ ես ձեր ուշադրությանն եմ հրավիրում, դա թանկացումների չհիմնավորվածությունն է, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Տարբեր ապրանքատեսակների թանկացումներ, լայն սպառման ապրանքատեսակների թանկացումները, որոնք հատկապես հարվածում են սոցիալապես թույլ ապահովված մեր ազգաբնակչության գրպանին, նրանց շահերին եւ բնականաբար պատճառ են հանդիսանում տարբեր տեսակի նեգատիվ երևույթների համար, ընդհուպ մինչև արտագաղթ։ Իսկ դուք արդեն գիտեք, թե մենք այսօր ինչ գոյաբանական խնդիրների առջև ենք կանգնած եւ ցանկացած նոր բռնկվող արտագաղթի ալիք ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մեր բոլորիս աչքի լույս Հայաստանի համար։ 2020 թվականին գործող իշխանությունները օրինագիծ ընդունեցին, ըստ որի պիտի հետս հետե շեշտակիորեն թանկանա Երևան քաղաքի կենտրոնի գույքահարկը։ Դարձյալ մի չհիմնավորված որոշում, որ այդ ժամանակահատվածում ես ինքս հիշում եմ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, եւ այդպես էլ չտրվեց հիմնավորումը եւ հիշում եք, թե ինչեր էին ասում ժողովուրդ, ասում էին, որ եթե մարդիկ չեն կարողանում վճարել իրենց գույքահարկը, թող իրենց տները ծախեն, թողնեն գնան, ասենք Երևանի ծայրամասերում ապրել, ավելի քան անհեթեթ եւ ավելի քան անբարո մի հիմնավորում։ Ինչ է նշանակում մարդիկ, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ ապրել են ինչ-որ մի վայրում, դու նրանց գույքահարկը թանկացնելով եւ չհիմնավորված կերպով թանկացնելով, նրանց ուղղակի արհամարական կերպով մղում ես, ասում ես, թե չես կարող ապրել, չես կարող այդ գույքահարկը տաս, թող ու գնա, ասենք ինչ-որ մի ծայրամաս ապրի կամ ինչ-որ մի գյուղում ապրի, ինչ-որ մի գյուղում մի տնակ վերցրու ապրի, կամ էլ եթե չես կարողանում ընդհանրապես մի ապրի, կոպիտ ասած հեռու տնից տեղից։ Եվ սա առաջին անհեթեթություններից մեկն էր, այդ թանկացումները չհիմնավորող անհեթեթություններից մեկն էր։
Փոխարենը շատ տրամաբանական կլիներ, եթե գույքահարկի եւ այլ սոցծառայությունների կամ կոմունալ ծառայությունների թանկացումներ, ասենք թե կատարվեին տարբերակված սկզբունքներով, այսինքն սոցիալապես նվազ, թույլ, ապահովված խավի համար սահմանվեին որոշակի զեղչումներ եւ թանկացումները վերաբերեին բացառապես ունևոր խավին։ Քանի որ մեր հասարակությունը այսքան բևեռացված է ունևորների եւ չունևորների, դժբախտաբար։ Կգա ժամանակ եւ այս բևեռացումը կփոխվեն նաեւ, այսպես ասած, գնային քաղաքականության տարբեր առանձնահատկություններ, բայց քանի որ այս բևեռացված հասարակությունը մենք ունենք, քանի որ այս սոցիալապես տակավին անարդար եւ անհավասար հասարակությունը մենք ունենք, կատակլիզմների ենթակա հասարակությունը մենք ունենք, անպայման անհրաժեշտ է տարբերակված մոտեցում։ Այդ ժամանակ նաև ընդունվեց համահարթեցված հարկման օրենքը, որը դարձյալ իմ կարծիքով շատ սխալական մոտեցում էր, այսինքն նույնականացման նշան էր դրում դարձյալ ունևոր խավի եւ ընչազուրկ նվազ ապահովված խավի միջև եւ նրանց բերում հարկային նույն հարթության վրա, որը նույնպես դարձյալ հղի է սոցիալական լուրջ խնդիրներով, սոցիալական լուրջ սրացումներով։ Եվ փոխանակ այս ամենից որոշակի լուծումներ լինեն, այս ամենից որոշակի հետևություններ լինեն, այս տրամաբանությունը բնականաբար շարունակվեց եւ վերջի շրջանում դուք տեսաք, թե ինչ թանկացումներ տեղի ունեցավ, թանկացավ տրանսպորտը, դարձյալ բանավեճ ծավալվեց եւ դարձյալ չբերվեցին որևէ հիմնավորումներ, որովհետեւ մենք գիտենք, որ 100 դրամ արժողությամբ տրանսպորտը եւ 50 դրամ նաեւ արժողությամբ էլեկտրական տրանսպորտը ինչպիսի նորմալ եկամուտներ էր ապահովում քաղաքային բյուջեին եւ բոլորովին էլ պարտադիր չէր թանկացվեր այդ տրանսպորտային սակագինը, բայց ամեն դեպքում թանկացվեց եւ դարձյալ դա հարված եղավ սոցիալապես նվազ ապահովված մեր հայրենակիցների, մեր համաքաղաքացիների համար։ Թանկացվեց աղբահանությունը, որը երևի թե ամենամատչելի ծառայություններից էր, Քառակուսի մետրով այդ տարբերակը ընդունվեց, որը դարձյալ նշանակում է շեշտակի կտրուկ թանկացում եւ դարձյալ որևէ հիմնավորում չբերվեց։ Ելի բարեկամներ, եթե կլինեն պատկան մարմիններից ներկայացուցիչներ, ես մեր հաղորդաշարի շրջանակներում միշտ եմ դիմել եւ միշտ եմ դիմում, որոնք կբերեն հակափաստարկներ եւ սիրով առանց որևէ ինչ-որ անձնական վիրավորանքներ հասցնելու, որևէ ինչ-որ անձնական որակումներ հասցնելու, ես նրանց հրավիրում եմ մեր տաղավար բանավեճի, թող իրեն գան, հիմնավորեն եւ ասեն ինձ, ասեն մեր հայրենակիցներին, ասեն ձեզ, սիրելի ունկնդիրներ, որ այս թանկացումները հիմնավորված են, բայց ես ներքին վստահություն ունեմ, որ նրանք չեն կարող բերել որոշակի հիմնավորումներ եւ որոշակի հարցեր այդպես էլ կմնան օդում կախված։ Որոշակի հարցեր այդպես էլ կմնան օդում կախված։ Բնականաբար այս իրավիճակը շատ մտահոգիչ է, որովհետեւ սոցիալապես նվազ ապահովված խավի համար թանկացումները դուք գիտեք, թե ինչպիսի ողբերգական նշանակություն կարող է ունենան։ Մի անգամ են գործող իշխանությունները իրենց իշխանավորման ժամանակահատվածում ընդամենը այն էլ բավականին փոքր չափով բարձրացրել կենսաթոշակները եւ դրանից հետո որոշակի այդ տեսնում եք պետական աշխատողների որոշակի շրջանակների աշխատավարձերի բարձրացում չկա, սոցիալական, այսպես ասած, լուրջ աշխատատեղերի ինչ որ աճ չկա կամ ասենք ինչ որ սոցիալական տարբեր ծրագրերի իրականացում չկա, որը հասարակությանը հնարավորություն կտար գոնե դիմակայել այդ թանկացումներին։ Եվ արդեն տեսակետ կա, որ այս աճող պետական պարտքի պայմաններում, այս շեշտակի տեմպերով աճող պետական պարտքի պայմաններում, որը ըստ էության պիտի ուղղված լիներ թանկացումներից խուսափելուն, այս թանկացումները ժողովուրդ թույլ չտալուն, փաստորեն չի ծառայում իր բուն նպատակին։ Ընդհակառակը թանկացումները շարունակվում են, պետական պարտքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով, հզոր տեմպերով եւ որոշակի արդեն տեսակետ է հնչում, որ այդ պետական պարտքից վերցվող գումարները ընդամենը վճարվում են այսպես պետական համակարգին, աշխատավարձերի տեսքով ավելի շատ, աշխատավարձերը նրանց որոշակի այսպես շրջանակների բարձրացումներով, պարգևավճարների տեսքով, իսկ թանկացումները շարունակվում են։ Փոխանակ այս գումարները գնան այդ թանկացումները կանխելու ճանապարհով, բայց չի կատարում այդ իրողությունները։ Ես նորից եմ ասում,
լայն սպառման, տարատեսակ ապրանքատեսականիների թանկացումները եւ դիմում են պատկանում, ինչով են հիմնավորված։ Ես դիմում եմ տնտեսվարողներին, թող նրանք տան պատասխանը, որ այդ պատասխանները դեռ չեն տվել։ Ինչով է, ասենք, բացատրվում հացի գնի թանկացումը, կաթնամթերքի գնի թանկացումը, տարատեսակ այլ լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումը, որևէ բացատրություն չկա։ Գուցե այս հաղորդաշարը լինի, այս հարցումները լինեն այդ հարցերի պատասխանների ստացման համար որոշակի հիմքեր։ Խնդրեմ, ես նորից եմ շեշտում, պատրաստ եմ մեր տաղավարում օրախնդիր հարց հաղորդման շրջանակում կամ մեր բանավիճային հաղորդաշարի շրջանակներում լսել այդ հիմնավորումները։ Եվ բնականաբար ես մեր այսօրվա թողարկման վերջնամասում չեմ ուզում այսպես ասած կոչեր անել, ինչ որ այսպես ասած թանկացումների պատճառով, որը շատ այս պահին եւ հանգամանքների բերումով կհնչի բավականին անտեղի, անպատե, որ թանկացումների համար, թանկացումների դեմ պիտի այսօր բարձրացնել արդեն հենց վաղը բարձրացնել արդեն այսպես պայքարի մի դրոշ, պայքարի մի հզոր ալիք, ես կոչ եմ անում, որ եթե իշխանությունները, եթե նաև ընդդիմությունը կկարողանան համատեղ ջանքերով հանուն համազգային շահի գոնե այս հարցում գտնվել միասնական, լուծումներ առաջարկեն, հրավիրեն անվանի տնտեսագետների, բանիմաց տնտեսագետների, որոնք կպատասխանեն շատ ու շատ հարցերի, որոնք կտան որոշակի հիմնավորումներ, որոնք կտան այս թանկացումները կանխելու եւ այս աճ տված գները նվազեցնելու որոշակի տարբերակներ կհուշեն, լսելով նրանց կարծիքը, նրանց վերլուծական տեսակետները, գալ որոշակի հանրագումարների, գալ որոշակի եզրակացությունների, որովհետև այս իրավիճակը իրոք որ պիտի շտկել, որովհետև թանկացումների շարունակական այս ալիքը արդեն նորից եմ ասում, նորից եմ շեշտում, ուղղակի սպառնալից է մեր ողջ հասարակության, մեր ողջ երկրի բարեկեցության համար։ Մենք ունենք հայրենական արտադրատեսակներ, մենք ունենք, չէ, շատերս հպարտանում ենք, որ այ մեր հայկական S-ը, մեր հայկական N-ը եւ այլն, իսկ գուցե պիտի տնտեսության կառուցվածքում ինչ որ արմատական եւ խորքային փոփոխություններ մտցվեն, սիրելի բարեկամներ, որպիսի այս թանկացումները չլինեն, դա էլ է լուրջ մտորումների տեղիք տվող առարկա։ Եվ բնականաբար նորից եմ ասում, պիտի ստեղծվի լայն հարթակ այսօր եւ առանց ուշացնելու, որպիսի բոլոր շահագրգիռ կողմերը գան եւ այդ լայն տնտեսական հարթակում քննարկեն կարևորագույն տնտեսական խնդիրներ մեր ողջ հանրության համար, ինչ անել, որպիսի այս թանկացումները չշարունակվեն եւ դեռ ավելին նորից եմ շեշտում, այս աճած գները նվազեցվեն։ Այ գույքահարկի մասին է ես ասում, նորից եմ ասում, տարբերակված նաև մոտեցումների քաղաքականությունը պիտի կիրառվի։ Եվ ուշ չի, որ օրինակի համար կենտրոն համայնքի, Երևան քաղաքի կենտրոն համայնքի գույքահարկի թանկացման պահով մտցվի այդ տարբերակված մոտեցում, այսինքն մեծ շահույթներ, մեծ եկամուտներ ունեցող մեր համաքաղաքացիները վճարեն անհամեմատ ավելի շատ մեծ գույքահարկ, որը կծառայի որոշակի սոցիալական նպատակների, իսկ նվազ թույլ ապահովված խավերի ներկայացուցիչները վճարեն բավականին համեստ գույքահարկ։ Դա կլինի բավականին տրամաբանական եւ նորմալ մոտեցում։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, ես նորից եմ ասում, իմ հարցերը թանկացումների վերաբերյալ ուղղում եմ բոլոր պատգամարմիններին, ուղղում եմ ձեզ մտորումների տեղիք տալու համար, ցանկանում եմ ձեզ ամենալավն ու բարին, բաժանորդագրվեք Փակ TV հեռուստաընկերությանը սեղմելով զանգակ կոճակը եւ շարունակեք դիտել մեր հետաքրքիր թողարկումները։ Ցտեսություն, այսօր այսքանը, լավ եղեք։